Բարի երեկո բոլորին, գիտեմ, որ շատ հավատարիմ հետևորդներ ունենք մեր այս հաղորդումներին եւ սա ոչ բլոգերություն է, ոչ լրատվական տեղեկատվություն է, այսինքն մենք խոսում ենք այն երևույթների մասին, որոնց վերաբերյալ ունենք մեր սեփական հետաքննությունը եւ հաղորդումներ ենք ներկայացնում եւ հայտնեմ, որ մեր բոլոր հաղորդումների վերաբերյալ նախաձեռնում են քրեական վարույթներ։ Դե տեսնենք ոնց է քննություններն ընթանում, բայց ամեն դեպքում մենք սենց կանգնած ենք եւ հետեւողական ենք լինելու, որ բոլոր քրեական վարույթներով նախաքննությունը ընթանա պատշաճ։ Մենք միշտ պահանջող ենք եւ միշտ էլ ստացող ենք լավ արդյունք։ Այս բուկետը նոր եմ բերել, մտածեցի, որ 2-3 օր Արմեն Մելիքյանից են, հիշում եք, որ 2 օր առաջ դրել ենք մարդիկ շոկից դուրս գան, անցնենք նոր ծաղկաբույլին, սրանց վերաբերյալ արդեն իսկ մեր հաղորդման հիման վրա նախաձեռնված է քրեական վարույթ, ուղղակի ովքեր որ չեն հետևել, ասեմ, որ սույն թվականի հունիսի 9-ին իմ կողմից տրված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ փողերի լվացումով, ինչի արդիվ ես բոլորին շնորհավորել եմ։ Հիմա ես ուզում եմ ներկայացնեմ, թե սրանք ով են եւ ինչ պրիմիտիվ եղանակով, այսինքն իրենց հասու եղանակով փորձել են լվանալ թող նախաքննությունը պարզի փողերը։ Կարող է սրա փողերը կամ սրա փողերը, ես չգիտեմ։ Թող նախաքննությունը պարզի։ Կամ այս ինժեներ Բալայի փողերը, պատմաբան, ես իմ 90 քանի թվի ծնունդ, որը սենց մոտ 2 միլիոն փող շաբաշատվել Դեմիրճան փողոցում հողեր առել։ Պատկերացնում եք, սա այս 4 էպիզոդով է 1.415.000, մենք մեր հետաքննությունը շարունակել ենք, կա 2 էպիզոդ եւս, եւ նայեք 1, 2, 3, 4, 5, 6, այս գումարը ընդամենը 4 հողատարածքի գումարն է։ Այն 2 հողատարածքի գումարները մոտավորապես 380,000 դոլարի կարգի, այսինքն 2 միլիոն։ Մի հատ նայեք այս մարդու գիտական դեմքին, Պետրոս Դուրյանի լճակի աչքերին ու պատկերացրեք, որ այս դուրյանական կերպարը 2 միլիոն ցենց շաբաշա տալիս, որ Սերոփը տուն սարքի, Դայան Սերոփը շենք սարքի։ Ես կարծում եմ, որ նախաքննական մարմինը հապաղում է, հասկացանք ընտրություններ էսերներ, հիմա շուտով լինում է մի ամիս եւ մենք այս մի ամսյակին ենք նվիրում մեր եթերը, ամսի 9-ին, ուզում եմ հասկանամ, ինչ խուզարկություններ ա կատարվել սրանց բնակարաններում, սրանք փախել են թե չէ, մեկը կարող է Ֆրանսիա Ռուդիկի մոտ փախնի կամ Ամերիկա Կարենի մոտ փախնի, սա այս մտքի գիգանտը, միգուցե այս տղան գրել է Մովսես Խորենացու պես աշխատություններ ա գրել այս պատմաբանը եւ 2 միլիոն դոլար հոնորար ա ստացել, չի բացառվում։ Դե մենք միշտ ունենք, չէ, ինտելիգենտ վունդերկինդներ, սա Արմեն Մելիքյանը, որ օրեր առաջ, 2 օր առաջ խոսում էինք, որ Շվեյցարիայից տենց հայախոս, հեռախոս էր բերել բան, սլավոնական համալսարանում ա դասավանդել, մենք ունենք տնտեսագիտական համալսարանում դասավանդող, այսինքն մենք ունենք որոշակի դասախոսներ, որոնք տիրապետում են միլիոնների, որտեղից պարզ չի, ես չգիտեի, որ Հայաստանում գիտական միտքը տենց լավ վարձատրվող է, բայց իրականում բոլորս էլ հասկանում ենք, որ սա դրածո անձ է, ընդամենը, ստեղ լվացվել են Սերոփի եւ Սերոփի ողջ հոր, չէ, հայրը չի, խնամինա, թե պապանա всё-таки Գագիկ Խաչատրյանի փողերը, այ չեմ կարա հիշեմ, չէ, խնամինա, պապան չի, բայց չգիտեմ ինքը պապա է ասում, թե ոնց ես չեմ կարող ասել, Գագիկ Խաչատրյանի երևի թե, սա պի նախաքննությունը պարզի, կարող է Սասունի փողերն է, Սասուն Կիրակոսյան, կարող է ինքն է, ես չգիտեմ։ Հիմա եկեք մի հատ հասկանանք, այս ֆիգուրանտներն ով են, այս Սերոփի մասին շատ խոսացինք,
Մարդը լվացկատան սեր ունի, գիտեք, որ լվացկատունն էլ ասենք, ասեք իրանցը, հիմա շոր են լվանում, մայկա են լվանում, տրուսիկ են լվանում, փող են լվանում, մարդիկ ինչ ձեռներն ընկնում է, գցում են լվանում է, սա մաքրասիրության ցուցանիշը, ինչ տենում է լվանում է այս տղան։ Եվ բարեհաջող իրա կարծիքով, բայց իմ կարծիքով հեչ բարեհաջող չի։ Եվ ուզում եմ հիմա անդրադառնանք սրանց փայատերերին, որովհետև եւ քրեական վարույթն է նախաձեռնվել է կազմակերպված խմբի կողմից, հիմա անցնենք կազմակերպված խմբի անդամներից Սոսուն Կիրակոսյանին, Ռուսաստանում գրվում է Ստեփան, Հայաստանում Սասուն։ Ով է Սասուն Կիրակոսյանը եղել, ինչ է իրանից ներկայացնում եւ ինչ հնարավորությունների տեր անձնավորություն է։ Ամբողջ կյանքը մարդը 2000 թիվ, 2002 թիվ զբաղացրել է կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում տարբեր պաշտոններ։ Մեկ եղել է բաժնի գլխավոր մասնագետ, մեկ եղել է արխիվի պետ, այսինքն մարդը եղել է պետական աշխատող։ Ես կարծում եմ նախաքննական մարմինը իդեմս քննիչ, պարոն, հա? Չէ, սա վարչության պետ է, ներողություն, պարոն Մարտիրոսյանի պարտադիր կճշտեն թե Սոսունի գումարները որտեղից է։ Հիմա ինքը ռուսական գիրք այդ կազմակերպությունն է ղեկավարում, ես չեմ պատկերացնում, սա պետքա Դաստայևսկիից, Բուլգակովից, Չեխովից սկսած ինչ գրել են աուկցիոնում ծախեր, որ այսքան փող ունենար։ Միգուցե դրանով է զբաղված։ Եվ Սասունի որդին Գեգամ Կիրակոսյանը, Սասուն Կիրակոսյանի որդին, Գեգամ Կիրակոսյանը ունի անմիջական մասնակցություն Դայան Սերոփի եւ պատմաբան Բալայի գործարքներին Դեմիրճյան փողոցում այդ հողատարածքի գնման առումով։ Հիմա դուք պատկերացեք, որ Գեգամ Կիրակոսյանը դե Սասուն Կիրակոսյանի որդին է, երևի թե 90 քանի թիվ պետքա լինի, 30 քանի տարեկան վունդերկինդ, քանի տարեկան կա, այդքան գույք ունի։ Մարդը ծնված օրվանից, որ ծննդատնից դուրս են բերել, ամեն տարի սկսած ծննդատնից մանկապարտեզով գույք էր առել, պատկերացնում եք, այս վունդերկինդը ունի 35 անշարժ գույք, Սոսունի տղան, 7 գույք Սոսունն ունի, Սասուն, և 5 գույք էլ ունի իրենց փողկապակցված անձ, Ոմն Մերը Խաչատրյան ամենայն հավանականությամբ իրանց ընտանիքը ինչ չի հետաքրքրում, դա վունդերկինդ Գեգամ Կիրակոսյանի երևի թե տիկինը պետք է լինի։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, պարոն Փաշինյան, դուք ամեն օր խոսում եք ապօրինի ծագում ունեցող գույքից, այդ գույքի բռնագանձումից, պետությանը հետ վերադարձնելուց։ Այս վունդերկինդ Բալային, բայց չեք ուզում նա ասեք կանչեն հարցնեն, այս 35 գույքը որտեղից, այս մի վունդերկինդ պատմաբանին էլ երևի 90 քանի թիվ ծնված, այսինքն սրանք ոսկե երիտասարդություն են, 90 քանի թվին ծնվել են ու միլիոններ են աշխատել, միլիոններ։ Սրան է պետք կանչել հարցնել Արմեն Տեր Գրիգորյան, Արմեն Տեր Գրիգորյան, experience-ն էլ գրած է lecturer, ինքը lecturer այս մարդը, head of logistic, չգիտեմ ինչ է, retail group, հիմա էլ, որը կապված է Դայան Սերոփի հետ։ Սրանք ես չեմ հասկանում, սրանց կապը ոնց է, որ պոզայով է, ի վերջո։ Իրար գրկում են, իրար հետ մեծացել են, իրար որդեգրել են սրանք, ես չգիտեմ։ Բայց նախաքննական մարմինը պարտավոր է դա անհապաղ պարզի։ Մենք մի ամիս սպասել ենք, չկան մեղադրյալներ, չկան կալանավորված անձիկ, եւ սա ինձ համար շատ մտահոգիչ է։ Անհապաղ պետքա կալանավորվեն եւ Սերոփ Դայանը, եւ Գեգամ Կիրակոսյանը, Սոսուն Կիրակոսյանն էլ կարող է, չգիտեմ, ինչ-որ խափանման միջոց, բայց այս մարդիկ ազատության մեջ գտնվելով փորձելու են թաքցնել փաստաթղթեր, փորձելու են կոծկել իրենց արածը, հասկանում եք, չնայած մենք այնքան տվյալներ ունենք, որ հնարավոր չի լինելու կոծկել։
Հիմա հասկանանք, թե Սասուն Կիրակոսյանի ծագումը եւ այդ անշարժ գույքերի նկատմամբ այդ մոլուցկը որտեղից ամեն մարդ մի բան է սիրում, մեկը մարկայա հավաքում, հա, դրոշմանիչներ, մեկն է անշարժ գույքեր հավաքում, ինքն ու իր տղան, ընդհանուր առմամբ իրանց ընտանիքում ունեն 47 անշարժ գույք, էթելը ինչ որ մենք գիտենք։ Սասուն Գեղամիկ Կիրակոսյանի ծագումը եւ կապերը եւ սերը անշարժ գույքի նկատմամբ գալիս է վերջինիս քրոջից Կարինե Գեղամիկ Կիրակոսյանից, ով երկար տարիներ պետական գույքի կառավարման վարչության պետ ա եղել 2004-ից 2011 թվականներին, սրանք բոլորը պարոն Փաշինյան, այն որ ասում եք նախկինները կոպեկ առ կոպեկ պետքա հետ բերեն, այ հիմա թող կոպեկ առ կոպեկ նախաքննական մարմինը սրանցից պարզի, եթե օրինական է այդ գումարների ծագումը, այս ինժեներ Բալան երևի եսիմ ինչ հայտնագործություն է արել, որ սենց 2 միլիոն բերը գցել են, ասեն գնա Սերոփի համար հող առ։ Այս Գեղամ Կիրակոսյանն էլ մի այլ կարգի վունդերկինդա, սա այն եթե չեմ սխալվում 2024 թվականին այս Սերոփի հետ միասին շինարարություն են իրականացրել եւ Երևանում կառուցվող շենքում վերամբարձ կռունկը ընկել է։ Ձեր սարքած շենքը հազիվել էտ լինի, բա այս գիտնական բալային կանչեիք, թող մի հատ գծագրեր այդ կռունկը ոնց պինգներ, բայց դուք ամեն ինչի տակից դուրս եք գալիս, որովհետեւ փող։ Դուք պետք է այսօր արդեն դրա համար եւս դատապարտված լինեիք եւ այն մարմինները, որ ձեզ լրացուցիչ տալիս են արտոնագրեր նոր շինարարությամբ զբաղվելու, նրանք եւս պետք է լինեն նախաքննության ուշադրության կենտրոնում։ Մենք ես այսքանը ուղղակի ուզում եմ ասեմ, որտեվ եթե ես կարդամ այս տղայի նայեք, սա Սոսունի Գեղամ Սոսունովիչ Կիրակոսյանի գույքերի ցուցակն է։ Պարոն Փաշինյան, դուք ունեք այդքան գույք, հա? 35 գույք։ Էն էլ 30 քանի տարեկանում, այսինքն սա աշխատված եկամուտների հաշվին է, ինձ շատ հետաքրքիր է։ Այս ինչ ոսկի երիտասարդությունը հավաքվել, հələ մյուս հաղորդմանը անցնելու ենք սրանց մյուս ընկերոջը, գործընկերոջը Կարեն Դավթյանի որդուն, Կարեն Դավթյանն էլ գիտեք հայտնի է Երվան Զախարյանի հետ, իրանք կուկուռուզ սիրող են, սիրում են կուկուռուզ։ Երիտասարդության պալատը հիշում եք կոչվում էր կուկուռուզ, դրանք էլ դավարի տվողներն են, այս ինչ հանցավոր խումբը հավաքվել, բոլորի կողքը կանգնած է հանրահայտ Գագիկ Խաչատրյանը, ես ուղղակի ուզում եմ հասկանամ, մի ամիս նախաքննական մարմինը ինչ է անում, ես հիմա խնդրում եմ, պահանջում եմ նախաքննական մարմնից, անհապաղ բոլոր հիմքերը կան եւ ակնհայտ է, որ այս գույքերը ձեռք բերված են ոչ օրինական ճանապարհով, Սասունը իր քրոջ միջոցով, երևի թե պետքա նայել ինչ գներով, ոնց են այս գույքերը ձեռք բերել, այսինքն սրանք Հայաստանը մեջ անողներն են, հեսա Սասունի քույրը վարչության պետն է եղել, մարդը 7 տարի պետական գույքը կառավարել է եւ այդ վարչության պետն է եղել, տեսել է որտեղ ինչ հարմար բան կա, այսինքն սրանք կարող է գիտեն այս պետությունը իրանց սեփականությունն է, որ մեջ են այլ, հիմա էլ բերել են իրանց տղաներին, ասում են մեր տղաները ունիկալ են, ունիկալ։ Ես էլ այդ Կարեն Դավթյանին չեմ անցել, շուտով, շատ շուտով, իսկ ես ամբողջի պարագլուխը Սերոբ Դայանն է իր խնամի Գագիկ Խաչատրյանի հետ, բայց ես շատ վատ լուր ունեմ ձեր համար, դուք պարտադիր դատվելու եք, ես հետ կանգնողը չեմ, որևէ պարագայում լսում եք ինձ, իսկ այդտեղ Սերոբ դու երբևէ շենք չես սարքելու, այդտեղ դու կարող ես մաքսիմում սարքել շների եւ կատուների կացարան, մի քանի հատ էլ աղավնի ու ագրավ վարժեցնես, որտեվ շատ մոտ ապագայում կարող է իրանք պետք կան, իրանց կտուցի մեջ ձեզ լուր բերեն այն հերու տեղերում, որտեղ որ դուք բոլորդ գտնվելու եք, եւ ես սա ձեզ խոսք եմ տալիս,
Եթե չեղավ, կգաք այստեղ կնստեք, կասեք չեղավ։ Իսկ նախաքննական մարմնին ուղղակի սա խնդրանք պահանջ, ելի եմ ասում, եթե քրեական վարույթ է նախաձեռնվում, պետք է անմիջապես ձեռնամուխ լինել քննությանը, անմիջապես փաստաթղթերը արգրավել, մենք հենց սրանց ՍՊԸ-ներին անցնելու ենք, տարատեսակ ՍՊԸ-ներին, Urban Consulting ՍՊԸ, Samsung-ն է, Urban Consulting անում, Trax ՍՊԸ, Organic Pack ՍՊԸ, Organic Pack Cups, Urban Space, ինչա գրած, Iron Peak Consulting, այս ինչ consulting-ներ ես անում։ Բա մեզ էլ մի հատ consulting արա, կամ Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդին սոսուն, որ բոլորը երեխաները 30-32 տարեկանում ունենան 35 սեփական գույք։ Բա արա այդ consulted։ Բալիկը ասեցին 35 գույք ուներ ու լիքը ՍՊԸ-ներ, լուսակունք, պալադա, ծաղկաձոր սրանը անդրադառնալու ենք, New City Project, VRB concern, GM ինչա, GM Construction, Avan Project, Organic Pack, Papa Bala, Nobi ՍՊԸ եւ այլն։ Մենք սրան անդրադառնալու ենք։ Բոլորը, այն որ ասում է կոպեկ առ կոպեկ ենք անդրադառնալու։ Նիկոլ Փաշինյան, ձեր ուշադրությունը պետքա գրավի այս հանգամանքը եւ սրանք պետքա ամբողջ ունեցվածքը, որը որ ձեռք է բերված ապօրինի ճանապարհով եւ այս գումարները չունեն օրինական ծագում, կարդացի Պապան ամբողջ կյանքը եղել է պետական աշխատող, ինչա 90,000 դրամ, 100,000 դրամ, 150,000 դրամ, այս սրանով պալադա են սարքում, հա, Ծաղկաձորի։ Թե Կարեն Դավթյանը հիմա որ դատվում է Երվանդ Զախարյանի հետ, ինչ ունի չունի գրել է իր տղայի վրա։ Այս ինչ հիվանդ պրակտիկա է մեր երկրում։ Այն Արմեն Մելիքյանը կեղծ գործակներով տունը ծախում է իր կնկան։ Այն մեկը, որի անունը չենք տալիս, չգիտեմ, եսի ինչ գործարքներ անում, սա եսի ինչ գործարքներ անում։ Ես ուզում եմ հասկանամ, սրանք արդյոք մտածում են, որ ժողովուրդը էշա չի հասկանում։ Ես խոսք եմ տալիս իմ բոլոր հետևորդներին, որ Սերոփիկ Դայանը, Արմեն Տեր-Գրիգորյանը, որին օգտագործել են, ուղղակի օգտագործել են, երևի ասել են, այս $10 վերցրա, գնաց տեղ, արի տեղ ինժեներ բալա, այս գեղամեն Samsung Company-ն եւ ամենակարևոր հովանավորը, որտեղ մենք հասկանում ենք, Հայաստանի Հանրապետությունում ազնիվ ճանապարհով միլիոններ չի կարելի ունենալ, միլիարդներ։ Մի հատ Ծաղկաձորի ասեք պալադա, մենք դրան հələ անդրադառնալու ենք, Սերոփ, հələ Լամբրոն, ամեն ինչին ենք անդրադառնալու։ Իրականում դուք պետքա կրեք ձեր արժանի պատիժը եւ պետությանը կոպեկ առ կոպեկ վերադարձնեք։ Նիկոլ Փաշինյան, դուք խոստացել եք եւ կարծում եմ կլինեք ձեր խոսքի տերը։ Առայժմ այսքանը, բայց մյուս շաբաթ պարտադիր կհանդիպենք։ Ես հույս ունեմ, որ մինչեւ մյուս շաբաթ կլինեն ձերբակալվածներ, կալանավորներ։ Ես մեծ հույսեր եմ կապում եւ ամեն ինչ դրա համար անելու ենք։ Լավ մնացեք։